Բարև բոլորին, ուրեմն մեր մոտ ժամը 8-ն է, բայց մենք որոշել ենք տամալ ուտենք։ Պետոն իմ համար բերել է կանաչ, քանի որ ես կանաչ եմ սիրում, ¿qué tiene adentro? Carne de qué? Carne de pollo. Հավի մսով, ստեղում ենք սուրճ, ուտում ենք թթվասերով, մեր սենյակում և մեր սիրած խաղը արդեն սկսվել է Աքսատլոն, ես այդ մասին շատ եմ ասել իմ վլոգներում, մեր ամենասիրած սպորտային խաղերից մեկն է և պետոն իր համար վերցրել է կարմիր սալսայով, ¿qué tiene adentro? Es carne de res. Res, տավարի միս և հիմա պետք է վայելենք։ Բարև խորժեք բոլորին, եթե մեր հետ ուտում եք։ Չմոռանաք աղոթել ուտելուց առաջ։ Ես այստեղ ուրեմն կարդում եմ և այստեղ փոփքորն եմ գնել։ Սրանք ուրեմն կարամելի համով են, փոփքորներ քաղցր են, նայեք։ Կարամելադաս։ Հենց իրանց վրա սենց քաղցր կարամել կա, բայց չգիտեմ սրանք վեգան են, թե չէ։ Պետք է հետաքրքրվել։ Ես պետոն ասել է մեծ տոպրակ բերի, չի եղել, փոքր եղել 2 հատ է բերել։ Ապրենքը։ Այս այստեղ կարդում եմ, ուսումնասիրում եմ, սենց, շատ համեղ են իրանք, եթե հանդիպեք, եթե չեք կերել, փորձեք անպայման, ու կապ չունի, ինձ թվում ամեն երկրում կլինեն նման կարամելի համով։ Նաև ինքը սենց համեր ունի, ինչ-որ չիլեյով, դե իհարկե հաջորդը ինչ-որ չեմ հասկանում ինչա։ Չեմ կարողանում, բան, կարակով։ Ողջույն բոլորին, ուզում եմ ձեզ ցույց տամ այս մեքսիկական պրոդուկտը։ Սա ուրեմն լոբի է, պահածացած ճզմած և ուրեմն այստեղ կա ուրեմն ջուր, հենց լոբին, ուրեմն վեգետալ, բուսական ձետ, սոխ և աղ։ Սցնում ենք թավայի մեջ, տաքացնում ենք և տորտիյաներով կամ տոստարաններով համտեսում ենք։ Կարող ենք ավելացնել նաև սոխ, քանի որ իր մեջ սոխը աղացած է, նաև կարող եք ավելացնել կանաչ։ Ուզում եմ բացել, ջարդվեց։ Ապրում չկարեցա բացեմ, հեսա բետոն գա, շուկա է գնացել, ասեմ բացի։ Այս ձևի տեսք ունի, հիմա ուղղակի տապակելու ենք, ուզում եմ սոխ էլ ավելացնեմ, ու վերջ, իր մեջ աղացած սոխ կա, բայց ես տենց կանաչ սոխ եմ ավելացնելու, տեսնենք կամ կարող չավելացնեմ։ Ողջույն բոլորին, մի քիչ առաջ ինստագրամով նկարեցի, որոշեցի ալիքում էր ցույց տալ, մի քիչ ավելի երկար խոսել, եթե հնարավոր է, այս նաչոսների մասին, իրանք ուրեմն տորտիյաների, եգիպտացորենով տորտիյաների, սենց չիպսեր են, ու այստեղ, ինչպես տեսեցիք, նաչոս են ասում։ Հիմա սա ունի չիայի սերմեր, կտավատի սերմեր և բրինձ։ Իրանք լինում են ձեթի մեջ տապակված, բայց սա բառարանի մեջ չորացրած է և այստեղ գլուտեն է պարունակում, առանց խոլեստերոլ, օմեգա 3, սին, առանց հավելումների, արհեստական և էլ ինչ ասեմ բիո է, ինքը կարող են ուտել ուրեմն
բանջարա, ոնց են ասում, վեգանները եւ Մեքսիկայում այն արժի 25 պեսո։ Իրան ավելի շատ օգտագործում են օրինակ աղցանների հետ, ինչ-որ սոուսների հետ, օրինակ ասենք, չգիտեմ, որևէ սոուս ավելացնում են պանդրային թեկուս, հա։ Տարբեր տեսակ ուտելիքների հետ, ավելի շատ աղցանների հետ են ուտում։ Այստեղ սուրճն է լինում։ Եվ այսպես մնա։ Եվ առաջի անգամ եմ փորձելու, շուտ բանից եմ տեսել այս նաչոսները խանութում եւ պետոյին խնդրեցի, որ գնի, հիմա որ փորձեմ, կասեմ կարծիքս, բայց չեմ կարծում, որ համով չլինի։ Այդքան տենց կարևոր բաներ է պարունակում։ Սա սենց էլ ցույց տամ, ուրեմն այստեղ պատրաստել եմ դդմիկ սոյա սոուսով բրինձ, մենք սիրում ենք դդմիկը բրինձի հետ ուտել, եւ ահա այս ձև էլ նաչոսներն են։ Սպասեք կտամ։ Աղի, շատ համեղ, ուրիշ չգիտեմ ինչ ասեմ։ Բարեխոր։ Մեր մոտի անձրևին, չգիտեմ երևում է թե չէ, բայց ահա որ ուժեղա դրսից են գալի, դե իհարկե մենք միշտ տենց գնում ենք դուրս, որ թրջվենք։ Բետոն ասեց իրա կոմորեղենը, կոնչանը վերջացել, ես էլ ինչ-որ տենց քաղցր մի բան էի ուզում, սաղնարանում եմ դրել, հազիվ հասանք տուն թրջված ճիշտ է զոնտիկ ունեինք, բայց այնքան ուժեղա անձրևը ու քամի էլ իրա հետ, որ զոնտիկը չփրկեց, թրջված տուն ենք եկել։ Հուսով եմ չեմ հիվանդանա, քանի որ լողացել է ու տենց քաչ մազերով դուրս է եկել։ Մատել անձրև։ Մի խոսքով, ինչքան ժամանակ է մեր մոտ այս պատմությունն է, Մեքսիկայի այդ հատվածով հողմապտույտ եւ այլն տենց անցնում են, ավերածություններ է լինում, չգիտեմ, նորություններով ցույց են տալի Հայաստանում, թե չէ, բայց ահագին տուժածներ կան, կորածներ կան, որ փողոցների վրա գետերը գետ է դառնում ու չգիտեմ 2 մետր բարձրանում է, մեքենաներ է քշում, կարող եք ուղղակի փնտրել YouTube-ում, կորածներ կան, մի խոսքով վնասվածներ, մահացածներ, որ մի ամբողջ տուն է փլվել, մի ամբողջ ընտանիքի վրա, 3 երեխա պուճուր, մենակ այդ տան պապան է փրկվել ու մի հատ երեխա, կինը, այն մնացած երեխեքը մահացել են, 5 երեխա ունի կարծեմ, 4 երեխան, թե 3 երեխան մահացել են, այնքան տխուր է, որ նման բաներ է լինում, սենց ավերածություններ, բան, ճիշտ անակ, ասենք մենք վտանգավոր շրջանում չենք ապրում, կենտրոնական հատվածում ենք Մեքսիկայի, բայց լինում են նաև կենտրոնական հատվածում, որ քամիներն այնքան է ուժեղանում, որ անգամ ծառեր է պոկում, չգիտեմ, ինչ-որ ու մարդիկ են, որ սենց սրտատրոպ այս պահին են սպասում ու մենակ մեր մոտ չի, Մեքսիկա չի, այս Լատինական Ամերիկա, Մեքսիկա, Հոնդուրաս, Բելիզ, տենց ծովափնյա շրջանները կարելի ասել ուղղակի ավիրում է ու են որ չգիտեմ մարդկանց վիճակը նորություններով տենում ես ուղղակի ողբալի է։ Այդ իսկ պատճառով էլ հիմա մեր մոտ սենց անձրևներ են, ամառվանից հետո սկսում է այս անձրևները, այնքան է գալի, որ խոնավանում ենք բոլորով։ Երեկ էլ ենք դուրս եկել, գնացել ենք խանութ, մի քանի գնումներ եմ առել։ Ավրերա շուկա այսօր է գնացել Բետոն, Ավրերա երեկ գնացել ենք,
Նույն բաներն ենք առել, որ տարօրինակ բան չենք առել, մենակ մի հատ սալսա են վերցրել, որ այս անգամ ոչ թե կանաչն է վերցրել, այլ կարմիր, ինչ-որ այլ ուրիշ չիլիով, բայց երեք այլ գնումներ ենք արել Դելսոլից ու մնացինք Դելսոլում, թրջվելով, մի քիչ կամացացավ ու վազելով եկել ենք, բայց դե մեկա, ահա որ թրջվել էինք, գետի մեջով ենք անցել, սենց փողոցները սենց գետ ա դառնում, որ սենց ճարահաճալ վազելով եկել ենք տուն ու սենց, այսօր էլ դուրս եկանք, մենք սպասում ենք անձրև սկսին, որ դուրս գանք, այսօր կիրակի է միջայլոց, սենց դրա համար սպասեցինք ու հենց անձրևը որոշեց, որ սենց ամբերը սկսեց գոռալ, որոշեցինք դուրս գանք։ Հա, իմիջայլոց Դելսոլից գնումներ եմ արել, հիմա ցույց կտամ ձեզ երեկվա մեր գնումները, ցույց տամ։ Այստեղ սենց քթալներ ենք գնել, շրեպ, սա տորտիա կամ պանքեյք շրջելու համար է այստեղ, սա ուրեմն մեծ քթալ, սա սենց խորը, սա սենց կարտոֆիլի տապակելու համար, սենց մկրատ եմ գնել խոհանոցի համար և սենց դանակներ, ճիշտն ասած ես մի հատից ունեմ, ինքը այդքան էլ տենց հաջող չի, չնայած հացի համար է, բայց տեսնեմ, այս տանը կա կարծեմ այս մեկն է, մեծը թե այս մեկն էր, մի խոսքով սա վերցրել եմ, բայց այդ կեսրարս էլի գնել ես, որ իմ տուն տեղափոխվեմ, դա չեմ կարա հետս տանեմ, և որոշեցի տենց գնեմ, այն մի հատիկն էլ, նու երկու հատ ունենալու եմ, բայց չգնեմ, ինչ-որ մեկի կնվիրեմ կամ ես կօգտագործեմ, տունաթողը լինի, այսքան է, հա մեկ էլ օճառ ենք գնել, հեղուկ օճառ ու ատամների պաստա, բայց ամենակարևոր գնումները սրանք են, մի խոսքով ուզում ենք քիչ-քիչ առնենք, քիչ-քիչ տենց, հիմա շինարարության վրա չենք կարող աշխատել, քանի որ թույլտվությունը դեռ չունենք, ինչքան որ շինարարություն ենք արել, այդքանն է մեզ թույլ տված եղել, կարելի ասել ինչ-որ տեղել չի կարելի ենք արել, բայց դա հետևի պատն է, դրան այդքան տենց բան չեն ասել, ու մնացածի համար, դիմային պատի համար մեզ անհրաժեշտ է շինարարության թույլտվություն, մեր բետոյի անունով պետք է գրանցվի այդ տարածքը, ճիշտ է ուղղակի սենց ասվել է, որ բետոյի տարածքն է, բայց ոնց որ ուժ չի ունեցել, հա, իրավական ուժ չի ունեցել, դրա համար այդ փաստաթղթային գործում ենք, դրա համար մեր շինարարությունը կանգնած է, մեր շինարարությունը, ու քանի դեռ ոչ մի բան չենք կարող առնել, փորձում ենք սենց մանր-մունր բաներ առնել, չգիտեմ, հաջորդ անգամ լոգարանի ինչ-որ կախիչներ կամ սրբիչներ կառնենք, հաջորդ անգամ չգիտեմ այլ ինչ-որ թեկուզ ինչ-որ մի տեխնիկա, հա, ոնց որ նենց լինի, որ մի անգամից չգնանք ու շատ բաների պակաս լինի, էլի, ու տենց փորձում ենք քիչ-քիչ առնենք, մի քանի սենց գթալներ էլ կա, որ չունեմ, մյուս անգամ թեկուզ դրանք կվերցնեմ, էլի սենց սպագետի համար հանելու, էլ ինչ կա, օրինակ ասենք քերի չունեմ, կարտոշկա տապակելուն ունեմ, պյուրե սարքելու, դրանք իմն են, լիմոն ճզմելու ունեմ, մի խոսքով տենց մի քանի բան կա ունեմ, որ հիմա օգտագործում եմ, բայց հետս կարող եմ տանել մեր տուն, տենց, այսքանը, ես գնամ մի քիչ հանգստանամ, քանի որ վազելով եկել ենք, ուղղակի ասի քանի կամերան հանել եմ, հավես ունեմ, ձեզ ցույց տամ իմ գնումները, նաև ուզում եմ ցույց տալ ձեզ իմ ծաղիկը, իմիջայլոց էսի պոկվեց ընգավ, սենց էս էլ մեխը,
Սա մենք ենք ովքեր որ չեն տեսել այս նկարագրության ուրեմն վիդեոյում, սա մենք գնացել ենք ծովափ ու ավետիշտ օվկիանոսիով եւ այնտեղից նկարամասատլան ենք գնացել եւ սա ուղղակի սովորական կալենդար է, հենց թեքել եմ հետևի հատվածով էր ու սենց կպցրել եմ կալենդար։ Այստեղ էլ ծաղիկս նայեք կոկոնա տվել, այստեղից էլ է դուրս գալի մի փոքրիկ հատված, տենց սա դեռ երևի արմատներն է մեծանում, դեռ ինչ-որ փոփոխություն չկա, բայց ես իրանց հետ ամեն օր խոսում եմ, պետքա ջրեմ, վաղը կջրեմ, էլ ինչ ասեմ, մութը, քանի որ լույս չեմ միացրել։ Տենց, դուք էլ եթե ծաղիկներ ունեք, օրհնեք իրանց, խոսեք, պուպուշ բաներ ասեք, որ հավատում եք իրանց ուժերին, որ իրենք կարող են ծաղկել, մեծանալ, փարթամանալ ու տենց դրական բաներ խոսեք իրանց հետ ու կտեսնեք, որ իրանք մեծանում են, ուղղակի քնքշության կարիք ունեն, հա, տենց լավ վերաբերմունքի կարիք ունեն իրանց, այնպես որ տենց իրանց շոյեք, գուրգուրեք, փայփայեք ու շուշուտ խնամեք, ջրեք։ Սկանձրևն է, հել է գալիս է ու գալիս է։ Սա էլ իմ պաղպաղակը, որ վերցրել եմ, ինքը սարոցից է, մանգոյ է և այստեղ կա չամոյ, ինքը սենց թթվաշ փոշի է, որ մրգերի վրա են, կարասա չիլի։ Չամոյ es como un tipo de chiles? Հա, ուրեմն չիլեի տեսակա, որ մրգերի քաղցրավենիքների վրա են լցնում այստեղ Մեքսիկայում, սա էլ հենց այդ չամոյից պատրաստված սենց ինչ ասեմ, սա խյուս է, ինչ-որ չգիտեմ, սա էլ ուտում ես կամ թափում ես, բայց ին դուրը գալիս է թթվաշ ու քաղցրավենիքը։ Ողջույն, ուրեմն այստեղ իմ համար ճոշիկ եմ սարքել, ուրեմն այստեղ կա սունկ, գազար, այդ ծառի սունկ, շամպինյոն չի, գազար, սող, սխտոր, կանաչի համեմ, լցրել եմ ուրեմն բանջարեղենային այդ խորանարդիկ, լցրել եմ մի քիչ ձեթ, աղ, մի քիչ ուրեմն սև բիբար, գուախիյո բիբար, փոշի և հիմա պետք է ուտեմ սա, բետոյի համար ինչ-որ ջրամ տապակել, այլ ուտելիք կա և ես որոշել եմ սենց իմ համար տենց առողջ ինչ-որ մի բան պատրաստել։ Այս քանը առաջ անգամ եմ սենց փորձարկում, տեսնեմ ինչ ձևի է, չից կտամ ձեզ, կասեմ կարծիք։ Ուրեմն մոդերս հավաքված են, եկեք փորձենք, Okay, ես այստեղ հյութ ունեմ, մեքսիկական հյութեր են, ասում է, որ բնական է, 100% նարինջ հնարավոր է, քանի որ այստեղ շատ է նարինջը։ Շատ համեղ եմ, երևի լիմոն էլ ճզմեմ, tam bien limón, ¿verdad? Un poquito. Limón o tortilla o utan betanlar tortilla gնել Например, лимончизна. Մի քիչ կծու է եղել, քանի որ guajillo chile եմ լցրել։ Es que puse guajillo y está poquito picante. Pero pica sabroso. ¿Quieres? No. Շատ չանեմ, քանի որ մի քիչ թթվաշ է ինքնել։ Եվ հիմա ասենք ուրեմն։
տաքավակ է։ Ես ընդհանրապես սունկ շատ եմ սիրում ու ինչ լինի սունկով կուտեմ, սունկ ծովամթերք ընդհանրապես շատ եմ սիրում։ Յանալիա, ուրեմն սունկ ծովամթերք եգիպտացորեն դենց մի քանի ուտելիքներ կան, որ ինչ ուզում լինի կուտեմ։ Այդ երեք բանը, որ շատ եմ սիրում ու չգիտեմ, շատ համեղ են իրանք։ Շատ եմ լավ։ Ձարքեք։ Ուրեմն մենք արդեն այստեղ սրճարանում ենք, բարձրացել ենք բալկոն, հայք ինչ գեղեցկություն է, ինչ սիրուն է, հայք ինչ սիրուն է, դա մեր հրապարակը, այսով է մերևում է, բետոն, ինչ լավն է, ուրեմն այս խաղալիքներս ուզում եմ նկարեմ, քանի որ չեմ նկարել ու տենց այդ կինը, աղջիկը, հավե ճիշտ ասեց, բարձացեք վերև, տենց բարձացան ես լավն է Հոլա, բարև Կոֆե խոմ Բետոների համար սուրճ է պատվիրել, կես Ես կապուչինո կես? Կլասիկո անունը Երևի կաթով սուրճ աղակի Ես էլ թեյ եմ պատվիրել խամայկա Իր համար պատվիրել է պանքեյք Ելակի մուրաբայով De fresa, ¿verdad? Mermelada. Esa volvería chiquita, me soga que te hayan patries. Pues me van chamuzam. Beta y pancake nequila. ¿Estás contento? Sí. Y la sushi y im teye. Pues me van chamuzam. Ese. Que no comía, ¿no? Իրենց մենյուն է այստեղ Gracias Բաժակի նման Սա էլ իմ թեյը վայելենք Դրսում բալկոնում չնստեցինք արևա No, no quiero Արևա ու դրա համար էստեղ նստեցինք, ներքևն էինք նստած, ահա այնտեղ էլ արև, դրա համար եկանք մի քիչ վերև, էստեղ Dentro del programa Algarabía San Martín, por lo que agradecemos a todos su presencia el día de hoy. Los invitamos primeramente a que pasen a pertenecen a la estrategia de Casa de Cultura para alejar a las personas, a todos los jóvenes y demás ciudadanos de las situaciones de delincuencia. Invitamos a todos que tengan